Բարև ձեզ Հայք մեդիայի սիրելի հետևորդներ։ Այսօր զրուցելու ենք ռեժիսոր սցենարիստ Մեհեր Մկրտչյանի հետ։ Պարոն Մկրտչյան, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ մեզ հետ զրույցի հրավերն ընդունելու համար։ Շիրով։ Քանի որ մեզ լսելու են հայեր աշխարհի տարբեր անկյուններից եւ մենք Սփյուռքը ներկայացնող մեդիա ընկերություն ենք, կուզենայի մի քիչ մեր հարցազրույցը սկսենք հեռվից։ Ինչպես ստացվեց, որ ընտրեցիք կինոասպարեզը, այսպիսի մի վստահ եմ այս հարցը ձեզ շատ են տվել, հեշտ է արդյոք գրել Մեհեր Մկրտչյան անուն ազգանունը եւ արդյոք ձեր մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր ու նշանակություն են ունեցել լուսահոգի Ալբերտ եւ Մեհեր Մկրտչյանները։ Ինչպես ընտրեցի, հավատացեք, որ մինչև գրեթե 10-րդ դասարան, մեր ժամանակ 10 տարի էր, ես պատրաստվում էի դառնալ իրավաբան, պատրաստվում էի իրավաբանական կրթություն ստանալու, հետո շարունակել որևէ հենց մի ուղղության, չգիտեմ, կոնկրետ ոչ, բայց այդ էր մտքերը միայն։ Շատ դժվար է հիմա հիշել ու հասկանալ այդ ինչ կատարվեց իմ հետ 16 տարեկան հասակում, որ սենց մի օրվա մեջ որոշում ես կարդինալ փոխել ամբողջ քո վերջի տարիների պատկերացրածը եւ առավել եւս պատրաստվածը։ Ու որոշեցի ընդունվել ՎԳԻԿ Մոսկվա սցենարական բաժին։ Ավելի ինչ-որ սենց խորիմաստ պատասխան դրան չեմ կարող տալ, որովհետև 17 տարեկան էի։ Հիմա տենց իմպուլսիվ որոշում էր, որ չէ, հիմա ես չեմ ուզում, հիմա ես եմ ուզում, կարծում եմ բոլորիս մոտ այդ տարիքում ինչ-որ տենց կարդինալ բաներ լինում են։ Իսկ երկրորդ հարցին պատասխանելը, հա իհարկե շատ են տվել այդ հարցը, բայց միշտ տալիս եմ նույն պատասխանը, շատ հանգիստ եւ սովորական, որովհետեւ ծնված օրվանից գրել եմ այդ անունը եւ այդ ազգանունը եւ ինչ-որ արտասովոր բան դա իմ համար չի եղել, դա ընդամենը անուն եւ ազգանուն է եղել իմ համար, հա հետո տարիքի հետ հասկացել եմ, որ ազգանունը կրում է նաեւ ինչ-որ պարտադրում է ինչ-որ պատասխանատվություն եւ ամենամեծ երևի պատասխանատվությունը դա այդ ազգանունը չվարկաբեկելն է։ Հուսով եմ դա իմ մոտ ստացվում է։ Այսքանն է։ Պարոն Մկրտչյան, ժողովուրդը այնքան շատ է սիրում Ֆրունզիկ Մկրտչյանին, այնքան մեծ համաժողովրդական սեր է վայելում, որ երբեմն նրա շուրջ լեգենդներ են հյուսվում։ Շատերը ճշմարիտ են, նրանց մի մասը ուղղակի հորինված են։ Ես շատ կուզենայի, որ այսօր դուք հետադարձ հայացք ձգեիք դեպի հեռավոր անցած տարիներ եւ մեզ հետևող մեր հայրենակիցները ձեզնից լսեին, ինչպիսին էր մեր բոլորիս կողմից սիրված Ֆրունզիկ Մկրտչյանը իրականում։ Լեգենդները շատ են, լեգենդները, գիտեք, այն լեգենդները, որ ժողովրդի մեջ են եւ որպես գրեթե անեկդոտ սերունդից սերունդ պատմում են, հավատացեք, դրանց մեծ մասը ճիշտ է։ Ամենատարօրինակը, որ այն ամենը, ինչը ցույց են տալիս Ֆրունզիկ Մկրտչյանի մասին վավերագրական ֆիլմերում, գրեթե 70%-ով սուտ է, որովհետև երևի գոյություն ունի ինչ-որ ձևաչափ, ֆորմատ, ինչ-որ մի կերպար շահարկելու, որ այն մարդիկ, որոնք որ սիրում են տխուր պատմություններ, դժբախտ պատմություններ, դիտեն եւ դիտողականությունը լինի բավականին մեծ, շահարկում են այդ թեման, որը որ
չի համապատասխանում իրականությանը, Ֆրունզիկ Մկրտչյանը դժբախտ մարդ չէր։ Եվ այն ամեն ինչը, այն կյանքը, որ ինքը ապրել է, այն ամեն ինչը, ինչ որ ինքը արել է, որը որ հիմա որպես մի քանի ֆիլմ կարելի է այդ պատմությունները բաժանել եւ նայել, այնտեղ չկա դժբախտություն, ինքը դեռ չկա այդ կերպարը իրականության մեջ։ Հա, եղել են եւ խնդիրներ կյանքի վերջի տարին, տարի ու կեսը իսկապես դժբախտ էր, որովհետեւ կար ընտանեկան մեծ չլուծվող խնդիր, որը որ իրան կարելի է ասել սենց ոչ թե կաթիլ, այլ մեծ քանակությամբ կյանք էր իրանից տանում եւ իրան դարձել էր անհետաքրքիր արդեն ամեն ինչ։ Եվ այդ միգուցե առաջի անգամ եմ ամենայն դեպս ես բարձրաձայնում ձեր մոտ, դա կապված էր իր որդու հիվանդության հետ, անբուժելի, որը հոր համար շատ ծանր էր։ Բայց դա չի նշանակում, որ այն մնացած երկար տարիները աշխատանքի, կյանքի, այո եւ սխալների, լինի դա անձնական կյանքը, լինի դա գործնական կյանքը, ամեն ինչ եղել է, մարդ է եղել։ Այդ ամեն ինչը չէր տանում նրան, որ ինքը դժբախտ է։ Միշտ իմացեք բոլոր այն մարդիկ, ովքեր որ դիտում են մեզ, որ այդ դժբախտ Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարը շահագործելը դա ընդամենը կեղծիք է։ Պարոն Մկրտչյան, ուզում եմ խոսենք հայկական կինոարվեստի այսօրվա վիճակի մասին։ Մենք խորհրդային շրջանից այսպես միանգամից անցում կատարեցինք անկախության շրջան եւ բնականաբար այդ անցման հետ փոխվեց նաեւ հայկական կինոարվեստի թե որակը, թե մոտեցումները եւ թե գաղափարական ընկալումները։ Կուզենայի, որ դուք ներկայացնեիք կինոարվեստի այսօրվա եւ թերությունները եւ առավելությունները։ Հավատացեք, ինձ շատ դժվար է ներկայացնել այսօրվանը, որովհետև անկեղծ պատասխանը կլինի նույնիսկ լավ տեղյակ չեմ։ Այո, ես համաձայն եմ ձեր հետ, որ ոսկե դարաշրջանը հայկական կինոյի դա սովետական շրջանն էր, որովհետև կար պետական քաղաքականություն, ես ոչ թե հիմա սովետի գովազդ եմ անում, բայց այո, կինո արտադրության մեջ կար շատ կարևոր փուլեր, որ ֆիլմը պետք է անցներ, որ դառնար ֆիլմ։ Եվ դրա հետ միտեղ շատ խելացի մարդիկ, որոնք այդ քաղաքականությունը որոշում էին եւ մշակում էին, ով կարա նկարի ֆիլմ, ով չի կարա, որ նախագիծն է լավ, որն է վատ, ընդհանուր այդ ամեն ինչի մակարդակը շատ ավելի բարձր էր։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ կար նորմատիվ, օրական, եթե չեմ սխալվում, 2.5 րոպե էր, կոչվում էր պալեզնի միտրաժ, այդ տևողությունը ընդհանուր ֆիլմի, որ մեկ նկարահանման օրում պետք է նկարահանեին։ Իհարկե սովետի փլուզումից հետո սենց սկզբից մի հատ վակուում առաջացավ եւ որից հետո սկսեց քաոս ուղղակի, ով ոնց կարա, ով ինչ կարա, եւ ցավոք սրտի չկար արդեն որևէ, չգիտեմ ինչ ասեմ, մշակութային քաղաքականություն, երևի ասեմ, որ մակարդակը սկսեց իջնել։ Ես չեմ ասում, որ չեն եղել լավ ֆիլմեր,
Ես չեմ ասում, որ հիմա չեն նկարում, երևի գուցե նկարում են, բայց ընդհանուր այդ մակարդակը ցավոք սրտի շատ իջացվեց։ Եթե նույն ասենք համեմատություն անենք նույն սովետի փլուզումից հետո ռուսական կինոյի հետ, այո, այնտեղ էլ սկզբից շատ կտրուկ ընկավ մակարդակը փլուզումից հետո, բայց հենց կամած այդ որակ հասկացողությունը սկսեց գնահատվել եւ ամենակարևոր բանը, որ ուղղակի համեմատական անցկացնելու համար Ռուսաստանում փորձեցին պահել կրթությունը, կինոկրթությունը եւ դա ստացվեց եւ որևէ ինստիտուտ ավարտող մարդ, կինո ինստիտուտ կամ թատերական ինստիտուտ ավարտող դերասան, դերասանուհի նոր ավարտած արդեն նշանակում է, որ ինքը տիրապետում է ինչ որ կարևոր բազային բաների, որը քանդվեց այստեղ։ Դրա համար չեմ ուզում շատ խորանալ եւ փիլիսոփայել, բայց չգիտեմ, քանդվեց մի կարևոր բան, քանդվեց կրթության մեջ առաջին հերթին եւ հիմա հավատացեք նույնիսկ չես տիրապետում, չես հասկանում արդյոք բոլոր են մարդիկ, որոնք որ նկարահանում են ֆիլմեր, ունեն դրա գիտելիքը թե ոչ։ Պարոն Մկրտչյան, կարծում եմ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ անկախության շրջանի ամենամեծ ճանաչում ստացած, ամենամեծ, այսպես ասենք, ժողովրդական համակարգին արժանացած ֆիլմերից է «Կյանք ու կռիվը»։ Այսօր ցավոք սրտի «Կյանք ու կռիվը» ապրում է մի բավականին անբացատրելի ժամանակաշրջան։ Կարծում եմ սա գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ սահմանափակվել է այդ ֆիլմի ցուցադրությունը։ Ուզում եմ խոսենք այս մասին, որովհետև «Կյանք ու կռիվը» հենց այնպիսի ֆիլմ չէ, այն բավականին մեծ արձագանք է ստացել մեր ժողովրդի կողմից եւ թե ինչու այսպես ստացվեց, բնականաբար բոլորս գիտենք, բայց կուզենայի նաև լսել ձեր տեսակետը այս հարցի կապակցությամբ։ Գիտեք ինչ, իմ տեսակետը չի տարբերվում ձեր տեսակետից այս հարցում, որովհետև պարզ է ամեն ինչ։ Այո, այսօրվա իշխանությունը ինչ որ կարելի է ասել արժեքազրկեց այդ ֆիլմը, որովհետև ֆիլմը հաղթանակի հայ հերոսի, հերոսների բանակը սիրելու, հայրենիքը սիրելու մասին։ Գուցե այդ արժեքները այսօր պետք չեն պետական քաղաքականության մեջ, որովհետև ուրիշ բացատրություն տալ, թե ինչու ֆիլմը, որը պատկանում է հանրահռչակ մեկ հեռուստաալիքին չի ցուցադրվում, դե երևի այդ հարցը կարելի է ուղարկել «Շտոկ Ձեկագդա» հաղորդաշարին։ Պարոն Մկրտչյան, մենք բոլորս մեր մասնագիտությունից զատ նաև մեր երկրի, մեր հայրենիքի քաղաքացիներն ենք։ Կարծում եմ ոչ մի գիտակից հայի համար հենց այնպես չի կարող այսպես ընդունելի լինել Հայաստանի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, անկախ նրանից լավ թե վատ։ 2020 թվականից հետո թե մեր տարածաշրջանը եւ թե հատկապես մեր հայրենիքը հայտնվել են անասելի բարդ իրավիճակում։ Եվ սա առաջին հերթին Հայաստանի ներքին կյանքի վրա է մեծ ազդեցություն ունեցել։ Ես ուզում եմ դուք որպես հայ մարդ, որպես Հայաստանի քաղաքացի ձեր խոսքն ասեք, ինչպիսի մարտահրավերներ ունի այսօր Հայաստանը, ինչ խնդիրների առաջ է կանգնեց ըստ ձեզ
եւ ինչ է անհրաժեշտ առաջին հերթին մեզ բոլորիս անհատապես։ Ես կարող եմ խոսել ընդամենը որպես հասարակ մարդ, ով երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը եւ կարծիքը, միշտ եղել է հանրային եւ չի վախեցել հանրային իր կարծիքը արտահայտելուց եւ երբեք չեմ եղել կեղծ։ Ասել ինչ է պետք անել շատ բարդ է։ Ես քաղաքական գործիչ չեմ եւ հուսով եմ երբեք չեմ լինի։ Կա սպասողական վիճակ։ Կա սպասողական վիճակ, որովհետև գիտեք ինչ, բարդ է, երբ որ հասարակությունը, մարդիկ, օրինակ, չեն հավատում իշխանությանը։ Դա բնական բան է։ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ մարդիկ դադարել են հավատալ համ իշխանությանը, համ ընդդիմությանը, չկա այս պահին որևէ ուժ, մարդ, քաղաքական գործիչ, ում մարդիկ կարողանան լիարժեք հավատալ եւ վստահել եւ ով կարողանա այդ մարդկանց տալ հույս։ Նայեք, շուտով լինելու են ընտրություններ եւ այս խորը հիասթափության արդյունքը կարող է լինել այն, որ մարդիկ ուղղակի չգնան ընտրություն։ Բայց այս իրավիճակում, այս պահին, այս վարկյանի Հայաստանի մեջ մարդիկ դեռ չեն տեսնում այն ուժը, այն գործիչներին, որ լիարժեք եւ հանգիստ ասեն գնում ենք, որ սենց լինի, գնում ենք, որ հաղթենք, գնում ենք, որ ուրիշ բառերով պետքա լինի մարդ, գծիկ ուժ քաղաքական, գծիկ ինչ-որ մի շարժում, ով մարդկանց կարողանա նորից տալ հույս։ Եվ ես շատ եմ ուզում հավատալ, որ այս դեպրեսիվ վիճակը մեր հայրենակիցների Հայաստանում բնակվող մի օր կավարտվի, այս դեպրեսիվ վիճակը։ Պարոն Մկրտչյան, խոսենք լեգենդար Նիկիտա Սիմոնյանի եւ Արարատ 73-ի մասին, վերջերս արդեն կինոէկրան բարձրացած ֆիլմի մասին։ Ֆիլմը վերջին ժամանակների ամենակննարկված թեմաների շարքում է։ Ես ուզում եմ, որ դուք մեր բոլոր հետևորդներին մի քիչ մանրամասն պատմեք, ինչպես առաջացավ մտահղացումը, ինչպես ստեղծվեց ֆիլմի ընթացքի մասին, եղել են արդյոք հետաքրքիր դրվագներ ֆիլմի նկարահանման ընթացքում։ Նայեք, ես այն մարդկանցից չեմ եղել, ովքեր որ ամենասկզբից են եղել, այն մարդիկ, ովքեր որ որոշել են գրել այդ սցենարը, իրան դարձնել ֆիլմ եւ սկսել են այդ ամբողջ ծանր ու դժվար գործողությունները, պատմությունը ֆիլմ սարքելու համար, որովհետեւ ես եղել եմ հրավիրված ռեժիսոր, որը որ արդեն ոնց որ պատրաստի պատմության վրա է եկել նախագիծ եւ կոնկրետ արդեն սցենարով։ Դրա համար այդ արժանինքները իրան զրոյից ինչ որ ֆիլմ սարքելու ես իհարկե չունեմ, դա արել են ուրիշ մարդիկ։
Ինչ կարելի է ասել, ես փորձել եմ անել ազնիվ ֆիլմ, ես փորձել եմ անել հետաքրքիր ֆիլմ այն լեգենդների մասին, սկսած Նիկիտա Սիմոնյանից, վերջացրած բոլոր մեր լեգենդներով, Զանազանյանով, Բանդարենկոյով, Իշտոյանով, ես փորձել եմ ամբողջ այդ պատմությունները կինո լեզվով դարձնել ընկալելի, համով եւ էմոցիոնալ։ Բայց ես միշտ եւ ինչպես ասում են Google-ը ամեն ինչ հիշում է, ես միշտ մինչեւ ֆիլմի էկրան դուրս գալը չեմ ձգտում եմ ինչ որ գնահատականներ չտալ, նախ որովհետեւ չպետք է ռեժիսորը ինքն իր աշխատանքին ինչ որ գնահատական տա եւ երկրորդը հանդիսատեսն է ամեն ինչ որոշում։ Կինոյի մեջ կա ինչ որ յուրաքանչյուր կինոյի մեջ ինչ որ մի մագիա, քիմիա, կամ կպնում է կամ չի կպնում։ Կարա լինի շատ լավ կինո չկպնի սրտին։ Տենց էլ է լինում։ Դրա համար ես չգիտեմ ուղղակի ինչ ասեմ, ինչ պատմեմ, դրվագներ, հետաքրքիր ինչ որ պատմություններ, գիտեք ինչ որ կինո նկարահանելը սենց մի կենդանի օրգանիզմ է, սկսած ամենամեծ կոնֆլիկտներից եւ սկանդալներից, որի մասին պետք չի պատմել, վերջացրած անհեթեթ եւ ծիծաղելի պատմություններից, որոնք որ լինում են, դա այն ամենն է, ինչ որ կամերայի այս կողմն է, բայց կարևորը այն է, ինչ որ կտեսնի արդեն հանդիսատեսը։ Պարոն Մկրտչյան, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բավականին գեղեցիկ զրույցի համար եւ խնդրել ձեզ, որպեսզի ձեր խոսքն ուղղեք ինչպես աշխարհասփյուր հայությանը, այնպես էլ Հայք մեդիայի բոլոր հետևորդներին, մեզ համար կարևոր այս պատասխանատու ժամանակաշրջանում։ Համ չեմ ուզում շաբլոն եւ ստանդարտ բառ ասել, երկրորդը ինձ մի քիչ չգիտեմ դուր չի գալի երևի շեշտադրումը սփյուռք, որովհետեւ ինչ տարբերություն, նույն ազգը չենք, ես ինքս 27 տարի իմ կյանքի ապրել եմ Ռուսաստանում, 27 թե 28 տարի, ես ինձ ինչ պետք է համարեի սփյուռք, չէ, միգուցե վատ բան չկա այդ բառի մեջ, բայց մի տեսակ ոնց որ ինքը օտարում է ինչ է անում, ես չեմ ուզում այդ օտարումը լինի, այդ առանձնացումը լինի։ Չլինել անտարբեր։ Երևի ամենաանկեղծ բանը, որը որ այս պահին մտքովս գալիս է, դա էդ է, չլինել անտարբեր, որովհետև ես ինքս շատ լավ հիշում եմ ապրելով դրսում, ապրելով այսօրվա խնդիրների, այս երկրում ապրելու խնդիրների, սենց մի տեսակ ոնց որ ինֆորմատիվ է սկսում վերաբերվել այն ամեն ինչին, ինչ լինում է Հայաստանում։ Ես ինքս իմ վրա եմ դա զգացել, ուղղակի ինֆորմատիվ։ Դա բնական է եւ երևի այդպես էլ լինում է, բայց որ ասեցիք ասա մի բան, ես էլ փորձում եմ ասում երբ որ չգիտես ինչ ասես, ասա անկեղծ, ուղղակի չլինել անտարբեր։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Ես եմ շնորհակալ։